Ամերիկյան վավերագրական Մելանիա ֆիլմի գլխավոր հերոսուհին Միացյալ Նահանգների առաջին տիկինն է։ Շքեղ կադրերով անոսվող ֆիլմը ներկայացնում է Մելանիա Թրամփի կյանքի այն 20 օրը, որոնք նախորդում են նրա ամուսին Դոնալդ Թրամփի նախագահական երկրորդ երթնակալությանը։ Ֆիլմի թրեյլերը պտտվում է դեռ դեկտեմբերի 17-ից ու արդեն միլիոնավոր դիտումներ է հավաքել, մինչև բուն ֆիլմի էկրան բարձրանալը։ Թրեյլերի առաջին կադրերում Մելանիան քայլում է Միացյալ Նահանգների Կապիտոլիումում նախագահի երթնակալության օրը ու վերապրում Թրամփի նախկին նախագահության օրերը։ Here we go again. Ահա կրկին սա։ 1 րոպե 6 վայրկյան և ներսից բացվում են սպիտակ տան պատուհանները։ Ֆիլմի հիմքում Մելանիայի 2024-ին հրապարակված ինքնակենսագրական գիրքն է, որը լայն արձագանք էր գտել։ Մելանիան իր նույնանուն գրքում անկեղծացել էր իր կյանքի կարևոր պահերի մասին մտորումներով, ընտանեկան առօրյա, գործնական ու պաշտոնական պարտականություններ, իր անցած ուղին մոդելից մինչև ԱՄՆ առաջին տիկին։ Գրքում անմիջականորեն ներկայացված էին զգացմունքները, հույզերն ու փորձությունները, որոնք ունեցել է ամուսնու երկրորդ նախագահական ընտրություններից առաջ։ Այս ամենի կադրավորված ներկայացումը վավերագրական ֆիլմի տեսքով էկրանին սպասվում է արդեն հունվարի 30-ին։ Իսկ ֆիլմի ստեղծումը սկսվել է 2024 թվականի նախագահական ընտրություններից օրեր առաջ, երբ Մելանիա Թրամփը ստորագրել է պայմանագիր, որով ֆիլմի նկարահանման գործադիր պրոդյուսերը հենց ինքն է։ Կարճ ֆիլմում տեղ է գտել նաև հեռախոսային մի զրույց, որը քննադատների քննարկման կենտրոնում է։ Երկխոսում են ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը, մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը։ Hi, Mr. President. Congratulations. Did you watch it? I did not. Yeah, I will see it on the news. Մելանիան Մանհեթենի երկնաքերերի տեսարանի ֆոնին է։ Բարև, պարոն նախագահ, շնորհավորում եմ։ Դիտել ես, հարցնում է ամուսինը։ Չէ, չեմ դիտել։ Կտեսնեմ, նորություններով պատասխանում է նա, հանգիստ, բայց զգացմունքային։ Զանգվածային լրատվամիջոցները այս երկխոսությունը դիտարկում են որպես նշանավոր և խորհրդանշական պահ, իսկ համացանցում արձագանքները բազմազան են։ Ոմանք սա համարում են զվարճալի, ոմանք թրեյլերի ամենագրավիչ հատվածներից մեկը։ Մյուսներն էլ ընկալում են որպես բեմականացված զրույց, անգամ արհեստական բանականության կողմից ստեղծված տեսարան։ Մեկ այլ տեսարանում Մելանիան հետևում է, թե ինչպես է ամուսինը վերանայում իր ելույթը և միջամտում է, լրացնելով խոսքը, խաղաղարար և միավորող, ասում է նա։ Կինոքննադատների ուղղած հիմնական հարցերից է, որքանով է առաջին տիկինը միջամտում կամ որքանով ազդեցություն ունի ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությանը։ Մյուս հատվածն ավելի խիստ է ընկալվել։ Թրեյլերում նրա ձայնով հնչում է մեկնաբանություն։ Բոլորն ուզում են իմանալ, ահա թե ինչ կա, ասում է առաջին տիկինը։ Ըստ հրապարակումների այս կերպ Մելանիան փորձում է մանրամասներ ներկայացնել հանրությանը իր անձնական կյանքից և կիսվել իր մտորումներով։ Ֆիլմը նկարահանվում է 2024 թվականի դեկտեմբերից, մասամբ Մար-a-Լագոյում, Ֆլորիդայի նրանց շքեղ առանձնատանը, որտեղ նաև ընդունում են բարձրաստիճան հյուրերին։ Մելանիան ինքն է խմբագրել ֆիլմը, մասնակցելով թրեյլերի պատրաստմանը, երաժշտության ընտրությանը, գունային կարգավորմանը, մարքեթինգին և նույնիսկ լոգոյի նախագծմանը։ Հունվարի 30-ին էկրան բարձրացող Մելանիա վավերագրական ֆիլմը հանրության առջև բացում է առաջին տիկնոջ կյանքը խորհրդանշական պահերով։ Այն նկարահանել է ամերիկացի ռեժիսոր Բրեդ Ռեթները, որը ավելի վաղ ևս նկարահանել էր վավերագրական ֆիլմ Դոնալդ Թրամփի մասին։ Մինչ պրեմոն Սպիտակ տանը կազմակերպվել է հատուկ ցուցադրություն, ընթրիքով ներկա է եղել 70 հրավիրյալ։ Ֆիլմի հեղինակային իրավունքների համար պայքարել են Amazon-ը, Disney-ը, Netflix-ը և Paramount Pictures-ը։ Amazon-ը հաղթել է վճարելով մոտ $40 միլիոն, ինչը համարվում է մինչև օրս ամենաբարձր գինը որևէ վավերագրական ֆիլմի համար։ Մելանիան արդեն ստացել է մոտ $28 միլիոն հոնորար։
Միայն գովազդային բյուջեն մոտ 35 միլիոն դոլար է, շատ ավելի բարձր, քան վավերագրական ֆիլմերի դեպքում է։ Պրեմիերան կկայանա Քենեդի Սենթրում, իսկ ֆիլմը ցուցադրվելու է 2000 կինոթատրոնում, Միացյալ Նահանգներում և 5000 կինոթատրոնում ողջ աշխարհում։ Արդեն այս շաբաթվա վերջի համար նախնական եկամուտը գնահատվում է 1-ից 5 միլիոն դոլար։ Բայց կինոյի քննադատները արդեն շտապել են նաև վերապահում հայտնել։ Այնն է, ֆիլմը չունի անկախություն Մելանիայի խմբագրական լիարժեք վերահսկողության պատճառով։ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը Դիորի շքեղ հագուստով, ինչպես նկատել են ոճաբանները, Նյու Յորքի ֆոնդային բորսայում հնչեցրել է, այսպես ասած, կինոյի վաճառքի մեկնարկի զանգը։ Ազդարարելով Մելանիան, որ ամսագրերի շապիկին էր, այժմ ֆիլմում է մեծ էկրանին։ Here we go again. You can come in. Come on in. Our proudest legacy will be that of peacemaker. Peacemaker under the fire. Beautiful. Together with like-minded leaders, we have a voice. Is it safe? It is safe. Everyone wants to know. So here it is. Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։ Hi, Mr. President. Congratulations. Did you watch it? I did not. Yeah, I will see it on the news.